Ես շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, կապված սեփականատիրոջ վերջին հաշվով սեփականատիրոջն է զրկում լիցենզիայից, չէ՞, հիմա նայեք, ներդրողը գալիս է Հայաստան, ասում է գիտեք ինչ, ես ես չգնանք նրանով խնդրեց, ինչի վերցրեցին, հեծը բոլորը շատ լավ գիտեք, հեծը ինչ վիճակում էր Բիբինյան, հիմա կամած վերադարձը արդեն լինելու է, ասում են նախկինում վերադարձ չկա, բայց ոնց որ այդ մասով արդեն կամած լինում է, հիմա հասարակ հարց եմ ուզում տալ հանձնաժողովին, միգուցե նաև հռետորական կամ ուզում եք անդրադարձել։ Եկել է ներդրողի ներդրումը կատարել է, նշանակել է մենեջմենտ, ընդունենք մի պահ տեսականորեն ամենավատը։ Եթե հանձնաժողով, այսինքն ես որպես ներդրող նայում եմ ինչին, նայում եմ պետությանը։ Հիմա իմ ձեռք բերած բիզնեսը հանձնաժողովի կարգավորման տակ է, չէ՞, այսինքն պետք է նայեմ հանձնաժողովի որոշումներին, որպեսզի տեսնեմ ինչ են անում, պետք է նայեմ պետեկամուտների կոմիտեի նախագահի տված արձանագրումներին, որպեսզի տեսնեմ իմ վերջին մենեջմենտը խաբում է ինձ պետությանը, թե չէ։ Հիմա այստեղ գալիս ենք այդ իրավիճակի, որ սեփականատերը այսպես տեսնելով այդ ամեն ինչը ներդրումները ընդունվում են, որոշակի փոքր բաներ, որևիցե ձևով անգամ ակնարկ չի արվում, որ կարող ենք փայ մտնել կամ խլել։ Այս արտահայտությունները, եթե ինչ-որ մեկը դժգոհություն արտահայտի, խփում դատարանում, ինչ ասում են դատարանում, գնացեք դիմեք, նույն բանը հիմա ես եմ ասում։ Միանշանակ խլելու գործընթացը եւ սեփականատերը մեղավոր է նրանում, որ վստահել է պետությանը, որովհետեւ եթե ինքը պետությանը չվստահեր, միգուցե բերել շատ ավելի այսպես մի մենեջերի վրա մի հատ հաշվի առնելով որ գումարները դրել են աշխատավարձից բացի, միանշանակ կարող է, չասենք այսպես մենեջերները բերել դնել եւ բարձր ինչ է կատարվել։ Եվ քաղաքական իրավիճակից ելնելով բնականաբար պետք է եւ կալանավորվի եւ լիցենզավորվի, այդ նույն սերիայից են ինչ որ Կարապետյանը ասած թքածունը մեծի դա։ Այս հրա մասին է խոսքը, ինքը թքածուն է այնքանով որ չի գնալու որ այցը պայմանավորվածան ինչա թե հեծը իր ձեռից չվերցնեն։